Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ Դարփինյանի ժամն է եթերում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարփինյանն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, ինչպես միշտ բաժանորդագրվեք թե լրատվական ռադիոյի YouTube-յան ալիքին, թե գործարար ալիքի մնացած հարթակներին, թե Արմեն Դարփինյանին բոլոր սոցցանցերում։ Արև գրանցվեք չեք փոշմանի, բարև ձեզ։ Բոլորին բարև։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսել, բայց փաստացի մենք քարոզարշավ տեսնում ենք։ Տարբեր պատրվակներով քաղաքական ուժերը այցելում են մարզեր, մի մասը դրա անունը դնում են ներկուսակցական պրայմերիս, մի մասը դրա անունը դնում են ուղղակի այցեր, բայց փաստացի քարոզարշավը կա։ Հիմնական մեխը իշխող կուսակցության հետևյալն է, վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չհավաքի ոչ թե չհաղթի, այլ եթե չհավաքի սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին անողոք պատերազմ կլինի ու երբ դրա մասին խոսեց, ես միշտ հիշում եմ Արցախյան կոնֆլիկտի 3 ֆունդամենտալ պրինցիպները, որից մեկը ուժի չկիրառման եւ ուժի չկիրառման սպառնալիքի պրինցիպն էր։ Այս մարդը Ալիևի անունից մեզ սպառնում է ուժի կիրառումով, պարոն Դարփինյան։ Ողջունում եմ Դավիթ ջան, այո, քարոզչությունը սկսվել է, շատ դեպքերում այդ քարոզչությունը ինքնախարազանման տեսք է ստանում, կամ հակաքարոզչություն է ըստ էության հանդիսանում, իմ կարծիքով այդ թեզը վտանգավոր թեզ է և նորից վտանգավոր է հենց իրենց համար, իշխող կառավարող ուժի համար, ինչու, որովհետև եթե այդպիսի սպառնալիք կա պատերազմի և եթե պատերազմ թե խաղաղություն դիլեման կախված է ընդամենը մեկ հոգուց կամ ընդամենը երկու հոգուց, դա նշանակում է, որ խաղաղության այս ժամանակահատվածը բացարձակապես հստակ իր պինդ ամուր վիճակում չի գտնվում և ուրեմն շատ խարխլուն է և մեր վիճակը և տարածաշրջանի։ Թերևս կա մեկ հանգամանք, որը կարող է բացատրել Փաշինյանի նման մոտեցումը, դա այն է, որ միջազգային կանոնները, օրենքները չեն գործում, ուժի օրենքն է գործում աշխարհում և մենք տեսնում ենք բացարձակ իսկապես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, անգամ հումանիտար իրավունքների խախտում ենք տեսնում ենք ամենուրեք և կարծես թե աշխարհի այն հզորները, որոնք կոչված էին պահպանել միջազգային իրավունքը, պահպանել այդ թվում նաև փոքր երկրներին, այնպիսին ինչպիսին մենք ենք և մեր իրավունքը, փաստորեն, եթե մենք փորձենք այլ կերպ ձևակերպել այն, ինչ փորձեց ասել Փաշինյանը, դա հետևյալ թեզն է, որ մեզ որևէ մեկը որևէ պարագայում պաշտպանության չի գալու։ Եվ դա կրկնվում է մի քանի անգամ, վերարտադրվում է այդ թվում նաև ՀԱՊԿ-ի մոտեցումների հետ կապված, Ռուսաստանի Դաշնության մոտեցումների հետ կապված և կառավարող ուժի մի քանի ներկայացուցիչներ ուղղակի երեսով են տալիս և Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, այս տեսեք մենք ունենք երաշխավոր, կարծես թե մի միջուկային երկիր էր, հիմա մենք այդ երաշխավորը չունենք և երաշխավորի վրա չի կարելի հույս դնել, լինի դա Ռուսաստանը, լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Եվրոպան, լինի դա Ֆրանսիան, որևէ մեկը մենք պիտի հույս դնենք միայն մեր պայմանավորվածությունների վրա հարևանների հետ։ Իսկ ելնելով այն փաստից, որ հարևանները կարծես, եթե մենք խոսում ենք միասնական, թուրքական մեծապետության մասին, Թուրքիա գումարած Ադրբեջան, որտեվ մեկ ազգ երկու պետություն, և եթե մենք հետևում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանի տարբեր ատյաններում, տարբեր հարթակներում արտահայտած մտքերի առ այն, որ մենք, տեսեք, այնպես ինչպես լուծեցինք Ղարաբաղի հարցը, այնպես էլ կլուծենք ձեր օրինակ Իսրայելի հարցը, մեզ մի ջղայնացրեք, մի կատաղացրեք եւ այլն, այսինքն անթակույց կերպով Էրդողանը ընդունում է, որ իրենք մասնակից են եղել 44-օրյա պատերազմի, ըստ որում ակտիվ մասնակից են եղել, նա բերում է Սիրիայի օրինակը եւ բերում է Ղարաբաղի օրինակը։
Եվ այստեղ ես պիտի ասեմ, որ այդ երկու օրինակներն էլ ի վնաս Ռուսաստանի են, ցավոք սրտի, այո, Ռուսաստանը պարտվեց Սիրիայում եւ պարտվեց Թուրքիային, Ռուսաստանը պարտվեց Ղարաբաղում եւ պարտվեց Թուրքիային, նորից, եւ ցավոք սրտի այդ պարտությունները Ռուսաստանը ոչ միայն չի գնահատել, չի գիտակցել, նաեւ չի գնահատել եւ չի վերագնահատել, որովհետեւ այդ պարտությունները իմ կարծիքով այդպես անհետևանք չեն մնալու ու չեն մնացել։ Ռուսաստանի գերտերություն լինելը վիճարկվում է այսօր եւ տարածաշրջանում եւ աշխարհում եւ նույն Թուրքիայի կողմից։ Եվ մենք տեսնում ենք նաեւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ, Միացյալ Նահանգների ագրեսիվ կեցվածքը, ըստ որով ագրեսիվ կեցվածքը, որը շատ դեպքերում նմանակվում է Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքին Ուկրաինայի նկատմամբ, անգամ իրենց ձևակերպումներում, քարոզչական նյութերում, պետական պրոպագանդայի նյութերում մենք տեսնում ենք, որ գրեթե նույնականացվել է Թրամփի եւ Պուտինի ուրեմն խոսելը, նրանց բառակապակցությունները, այսինքն սկզբից ասվում էր, որ Ուկրաինայում տեղի ունենում ոչ թե պատերազմ, այլ հատուկ ռազմական գործողություն, նույնը ասում է Թրամփը Իրանի հետ կապված, պատերազմ չէ, հատուկ գործողություն է։ Ամեն օր գրեթե մենք լսում ենք Թրամփի կողմից քարոզչական պրոպագանդայի բնույթ ունեցող հայտարարություններ առ այն, որ Իրանը արդեն ամբողջապես պարտվել է, պարտված է, ոչնչացրել ենք նավատորմը, ոչնչացրել ենք նրանց զենքը, զինամթերքը, ոչնչացրել ենք միջուկային նրանց հնարավորությունները, բայց մենք տեսնում ենք, որ Իրանի ժողովուրդը, հասկանում ես, հնարավոր չէ գրավել 90 միլիոնանոց ժողովրդին, այն էլ իսկապես պատմական ակունքներ եւ քաղաքակրթական ակունքներ ունեցող ժողովրդին հնարավոր չէ ուղղակի ծնկի բերել եւ մենք ցած տեսնում ենք Իրանը եթե ռեժիմը մնաց մենք կարանք չէ համարենք որ Իրանը հաղթել է իհարկե որովհետեւ նրանց անթակույց նպատակը ռեժիմը փոխելն էր եւ այդ նպատակի նրանք չեն կարողանում հասնել ինչու որովհետեւ ներքին խժդժություններ չկարողացան նրանք գեներացնել այսինքն հույսը ինչի վրա էր որ արտաքին միջամտության արդյունքում ժողովրդական լայն զանգվածները կվերցնեն իշխանությունը, բայց ժողովրդական լայն զանգվածները առաջին հերթին պահապան կանգնեցին իրենց պետությանը եւ անթակույց կերպով ներկայացրեցին, որ իրենց խնդիրը իրենք են լուծելու, ոչ թե արտաքին միջամտության տեսքով կամ նրա միջոցով։ Եվ սա իհարկե ազգային արժանապատվության մասին է խոսքը։ Ռազմական իմաստով Իրանը իհարկե կպարտվի, իհարկե կարելի է ասել պարտված է, բայց այստեղ վտանգը կայանում է նաև նրանում, որ Թրամփը արդեն սպառնում է ոչ միայն ռազմական հնարավորությունները ոչնչացնելու վերաբերյալ, այսինքն սպառնում է այդ ուղղությամբ, սպառնում է նաև ուղղակի քաղաքացիական բնակչության ամեն ինչ ավերելու։ Հասկանում ես, սա արդեն շատ վտանգավոր է, որովհետև ասենք էներգիայից, էլեկտրաէներգիայից զրկել ենթադրենք բնակչությունը 90 միլիոն ինչ մեղք ունի։ Ինչ եք ուզում իրենցից էլի, հա, ասենք եթե նպատակը համենայն դեպս մենք եկանք այն եզրակացության եւ այն սկզբնաղբյուրից շարժվեցինք, որ միջազգային իրավունքը գոյություն չունի եւ քանի որ գոյություն չունի եւ քանի որ այդ երաշխավորների ինստիտուտը, որի մասին բազմաթիվ անգամներ հիմա նաև պնդում են շատ գործիչներ, գրեթե գոյություն չունի։ Մենք չունենք այդ երաշխավորը։ Մենք չունենք երաշխավորը անգամ այդ Թրիմփի համաձայնագրի ստորագրման հետ կապված, որովհետև Թրիմփը ամբողջապես կախված է այս ամերիկա-իրանյան հակամարտության արդյունքներից, ինչպես է ավարտվելու արդյունքները։ Այնպես որ վերադառնալով Փաշինյանի արտահայտությանը, ուրեմն փաստենք երկու բան։ Առաջինը, որ դա իհարկե անընդունելի է, եւ դա խոսում է մեր իրավիճակի թուլության մասին եւ մեր թուլության մասին, պետության թուլության մասին, եթե խաղաղությունը եւ պատերազմը կախված է մեկ անձից։ Մեկ երկրորդը եւ չէ, այսինքն սրա ցանցալը կայանում է նրանում, որ դա այո, համաձայնություն է Ալիևի եւ Փաշինյանի ըստ էության միասնական դիրքորոշումն է։ Բայց ինչ է նշանակում պատերազմ կլինի սեպտեմբերին, ինչի մասին է լինելու այդ պատերազմը։ Եվ
այո, մենք պիտի փառաբանենք խաղաղությունը, մենք պիտի ձգտենք խաղաղության, բայց մենք պիտի յուրաքանչյուր վարքյան պատրաստ լինենք պատերազմի, յուրաքանչյուր վարքյան։ Եվ չեմ կարծում, որ ժողովրդին պետք է վախեցնել պատերազմով։ Եթե կա գոնե 1% հավանականություն, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ, ապա այս մեր պետությունը եւ հասարակությունը պիտի պետությունից լրիվ այլ ազդակներ ստանա եւ արվող գործողությունները պիտի այլ լինեն։ Եթե սա ժողովրդավարական պետություն է, եթե մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, հետեւաբար անհնարին է կանխագուշակել, թե ինչ արդյունք կունենան ընտրությունները։ Եթե մենք չգիտենք ընտրությունների արդյունքը եւ եթե Փաշինյանը ճիշտ է, ապա կա հավանականություն, որ սեպտեմբերին կլինի պատերազմ։ Իշխանության գործողությունները որոնք պիտի լինեն այս պարագայում։ Իշխանության, չեմ սիրում այդ բառը, իշխել բառից է։ Կառավարիչների գործողությունները պետք է լինեն հետեւյալը։ Քաղաքական դաշտը պետք է կոնսոլիդացվի, առաջին հերթին կոնսոլիդացվի, ոչ թե պառակտվի եւ ոչ թե ստեղծվեն բևեռներ քաղաքական դաշտում, այլ պետք է կոնսոլիդացվի մեկ խնդրի շուրջ։ Քաղաքական ուժերը, հայաստանյան քաղաքական ուժերը պիտի փաստեն, որ նրանք խաղաղության կողմնակից են մեկ, որևէ պայմանավորվածություն, որը գոյություն ունի պետության անունից այսօր եւ այսօրվա կառավարիչների կողմից ստորագրած կամ ընդունած պարտավորությունները պաշտպանվելու են բ. Այդ երկու փաստագրումների պարագայում ես չեմ կարծում, որ որևէ վտանգ սպառնա։ Այսինքն առաջին խնդիրը, որ այսօր եթե կա նման սպառնալիք, առաջին խնդիրը կոնսոլիդացնելն է քաղաքական դաշտ այդ երկու պոստուլատների շուրջ։ Բոլորը պիտի համաձայնվեն, որ խաղաղության կողմնակից են եւ բ. չեն վերանայելու այն համաձայնությունները, որոնք կան հողի վրա, կամ գետնի վրա եւ կամ թղթի վրա, եւ կամ անգամ բանավոր պայմանավորվածությունները չենք խախտելու, կառավարելու ենք այլ կերպ, այլ ձև, այսպես, բայց չենք խախտելու պայմանավորվածությունները, չենք վերանայելու պայմանավորվածությունները։ Սրա վերաբերյալ կոնսոլիդացման անհրաժեշտություն կա քաղաքական դաշտում, բայց ընտրված է իմ կարծիքով ոչ այնքան արդյունավետ, ավելին ասեմ, ոչ արդյունավետ գործելավոճը, որը ենթադրում է ուղղակի հակադրություն, պատերազմ թե խաղաղություն։ Մենք խաղաղության կուսակցություն ենք, մնացածը բոլորը պատերազմի կուսակցություն են։ Սա իմ կարծիքով հենց այն օպոզիցիոն դաշտի համար բավական պարարտ վիճակ է։ Բայց այդ տենց էլ չի էլի իրականում։ Իսկ ես հետևում եմ օպոզիցիոն ուժերին եւ հայտարարություններին։ Այնպես չի, որ մնացածը բոլորը պատերազմի կուսակցություններ են։ Ես չգիտեմ, միգուցե բացի դաշնակցությունից, որոնք որ ավանդաբար իհարկե մեր պատմական հողերի վերադարձի մասին են խոսում եւ դա պատմականորեն արդարացված է եւ պատմական, այսպես ասած, հիմքեր ունի։ Ես չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որ այսօր խոսի ռևանշիստական դիրքերից։ Այո, խոսում են վերանայման, պայմանավորվածությունների հստակեցման, լրացուցիչ երաշխավորների ներսբերման մասին խոսում են, բայց չեն խոսում, որ պատրաստ են պատերազմի կամ պատրաստ են կամ դուրս գալ բանակցային գործընթացից կամ այլ ուղիղ գործողություններ։ Ամեն դեպքում մենք պետք է ընդունենք, որ պետական քարոզչությունը մի բան է, իրականությունը այլ բան, եւ ընդհանրապես պետական քարոզչության մասին խոսեցինք Թրամփի եւ ռուսական քարոզչության նմանակության մասին։ Ես պիտի հիշատակեմ, վերջերս երևի մեկ շաբաթ առաջ էր Օսկարի մրցանակաբաշխություններ տեղի ունենում Միացյալ Նահանգներում եւ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթեց մի ֆիլմ, որը նկարահանված էր ռուսաստանյան գյուղատիպ քաղաքներից մեկում 10,000-անոց բնակչություն ունեցող մի հրահանգչի կողմից, որը որ պաշտոնապես ուներ այդ իրավասությունը եւ նրա ֆունկցիոնալը կայանում էր նրանում, որ նա պիտի վիդեո ուրեմն ռեպորտաժներ պատրաստեր եւ զեկուցեր նախարարությանը, իրենց ռուսական մինիստրությանը այն դասընթացների մասին, որոնք որ հայրենասիրական մղում ունեն եւ կամ ընտանեկան դաստիարակության մղում ունեն եւ այդ դասընթացները ուղղակի նկարագրել էր հենց սիրողական իր երևի հեռախոսով եւ այդ ֆիլմը
նվաճեց Օսկարը, ասենք մի կողմ դնենք, որ Օսկարի մրցանակաբաշխությունը վերջին տարիներին խիստ քաղաքականացված է, դա մի կողմ դնենք, բայց ինչի մասին էր այդ ֆիլմը այն բանի մասին էր, որ պետական քարոզչություն է իրականացվում դպրոցներում եւ մանկահասակ արդեն երեխաների մոտ ինչ է տարածվում, որ ուկրաինացի թշնամիներ են, նրանք նացիոնալիստներ են, որոնց պետք է ոչնչացնել, եւ հայրենիքի համար զոհվելը դա ամենամեծ պատիվն է, այդ քարոզչության մեջ կար աղջիկներին քարոզում էին, որ կարևորը 3 երեխա ունենալն է, այլ ոչ թե բարձրագույն կրթություն ունենալը, իդեպ շատ օգտակար է նաև մեզ համար իմ կարծիքով այն դեմոգրաֆիական փոսի մեջ, որ մենք հայտնվել ենք։ Միասին չի լինում, պարոն Դարբինյան, եւ ունենալ բարձրագույն կրթություն եւ ունենալ 3 երեխա, այսինքն։ Դա պիտի ձգտենք, որ միասին լինի ամեն դեպքում, բայց ուսեմ ասեմ այդ քարոզչությունը, որը տեղի էր ունենում, ասենք այդ ֆիլմը նկարագրում էր քարոզչությունը, որը տեղի ունենում այսօր Ռուսաստանում։ Մենք գիտենք քարոզչությունը, որը տեղի ունենում Ադրբեջանում, որտեղ ներկայացնում են հայերին ընդհանրապես որպես զավթիչներ, որպես թշնամիներ, որոնց նույնպես պետք է ոչնչացնել։ Մեր քարոզչությունը այսօր պետական քարոզչությունը հակառակ ուղղությամբ է գնում։ Մենք ասում ենք, որ մեծ պատիվ է ոչ թե մեռնել հայրենիքի համար, այլ ապրել հայրենիքի համար եւ աշխատել լավ ապրել եւ ուրեմն կուշտ ապրել։ Ես կարծում եմ, որ ապրելը իհարկե լավ բան է, պետք է ձգտել ապրել։ Կուշտ ապրելը ավելի լավ բան է, բայց առանց արժանապատվության կորստի։ Ազգային արժանապատվության, պետական արժանապատվության ամեն դեպքում մենք պիտի այստեղ հաշվի առնենք, որ առանց հայկական իդենտիֆիկացման, նույնականացման, առանց մեր ակունքների գիտակցման մենք պետությունը այսպես թե այնպես կկորցնենք, եթե մենք այդ բացարձակ կարևոր չի մենք այդ ընթացքում կուշտ ենք լինելու, թե սոված ենք, թե կուշտ ենք, այո, մեր 7 միլիոն հայեր կան, որոնք դրսում կարծես թե սոված չեն, բայց նրանք բոլորն էլ երևի իղձ ունեն, որ հայրենիքի հետ առնչություն ունենան, պետության հետ առնչություն ունենան, ամենայն դեպս այդ գիտակցությունը պիտի բերվի դեպի դաշտ։ Հիմա մեր պետական քարոզչության մեջ կան էլեմենտներ, որոնք որ նորից պետք է փոխլրացնել, ավելացնել, մասնավորապես երբ խոսում ենք քարտեզի մասին եւ քարտեզը փորձում ենք բաժանել, քարտեզը եւ մեր սահմանները եւ մեր պետության ուրեմն այդ խորհրդանիշը, որը որ մեր պատկերն է, քարտեզի պատկերն է, իհարկե սրբություն է մեզ համար, դա պիտի լինի առաջնային պահպանման, պաշտպանության առարկա, խնամքի առարկա, իհարկե, բայց իմ կարծիքով այստեղ շեշտադրումները այդքան էլ ճիշտ չեն իրականացվում, որովհետև ներկայացվում է քարտեզը ի հակադրումն այն տեսակետի, որ մենք ունենք նաև պատմական հայրենիք։ Պատմական հայրենիքը այս քարտեզին վնաս չէ, բացարձակ վնաս չէ։ Պատմական հայրենիքը բացարձակ չի նշանակում դրա մասին գիտակցելը, դրա ուսումնասիրելը, դա հիշելը, հիշողության մեջ պահելը, վերարտադրելը ինչ որ ստեղծագործություններում բացարձակապես դա չի նշանակում զավթողական մտածելակերպ կամ ագրեսիվ կեցվածք, բացարձակապես չի կարելի, չպետք է հակադրել քարտեզը։ Քարտեզը սրբություն է, բայց պատմական հայրենիքը եւս սրբություն է։ Դրանք իրար հակադիր չեն, դրանք իրար փոխը լրացնող են։ Պատմական հայրենիքի մասին խոսելը բացարձակ չի նշանակում, որ մենք ունենք ռևանշիստական մղումներ կամ միտումներ։ Բացարձակ չի նշանակում դա, այսինքն պետք է փոխ լրացնել։ Կամ եթե մենք խոսում ենք այս քարտեզի մասին, գիտես, դեպքում պիտի ասենք նաև հետևյալ հարցադրումը տանք, կառավարիչներին, քարտեզի ուրեմն ամբողջ տարածքում խոշորացվում են համայնքները, ինչու են խոշորացվում համայնքները, գիտես 900-ից ավել համայնք ունենք մենք, գյուղեր ունենք, յուրաքանչյուր գյուղ իր ինքնությունն ունի, դա մեր հարստությունն է, յուրաքանչյուր գյուղը մեր հարստությունն է, եթե դու միացնում ես այդ գյուղերը, արդեն դու կորցնում ես ինքնության որոշակի մաս, ինչու ես կորցնում, քարտեզը մերն է, չէ, քարտեզի մեջ գյուղը կա, չէ, մի կորցրու այդ գյուղը, մի տարեք դեպի խոշորացման, տարբեր տեսակի քաղաքական նկատառումներից ելնելով, ամեն մի գյուղ նորից եմ կրկնում իր առանձնահատկությունն ունի եւ յուրաքանչյուր գյուղ մեր հարստությունն է, մենք իրավունք չունենք կորցնելու։ Եվ տեսեք, ես ինչ որ միտեղ կարդացի մի
թիվ, որը ինձ շատ մտահոգեց այդ խոշորացման ընթացքում համայնքներում, գյուղերում փակվում են 258 դպրոց, որովհետև խոշորանում են մի դպրոցն ամեն բայց դա արդեն նշանակում է, որ մենք այդ գյուղի ինքնությունը կորցնում ենք։ Եթե անգամ կա մեկ աշակերտ, լուծում կա այդ ամեն ինչին, մոդուլային դասարաններ ստեղծեք այդ գյուղում, թող այդ մի աշակերտը գնա եւ ինտերնետով կապվի ուրեմն կենտրոնի հետ եւ դասընթացներին մասնակցի, թող իմանա, որ կրթության օջախ կա իր գյուղում։ Իսկ շաբաթը մեկ անգամ դրանք կարող են հավաքվել այդ ուրեմն հավաքատեղիում, այդ կենտրոնատեղիում, եւ քննարկել, հանդիպել, մշակութային միջոցառումներ անցկացնել, բայց երեխային մի զրկեք իր գյուղի, իր բնակավայրի, իր տարածքի տերը լինելու պատկերացումից, մոտեցումից, տիրոջ զգացումից, որտեվ եթե դու երեխային տանում ես կիլոմետր այն կողմ, ասում ես քո դպրոցը այնտեղ է, նա արդեն կորցնում է իր գյուղի հետ, իր բնակատեղի հետ նրա օբյեկտիվ եւ կապը կորում է, հասկանում ես։ Հիմա մոդուլային դպրոցներ, ես ինչքան գիտեմ, Թումոն նման ծրագիր իրականացրել է։ Թումո բոքսից է կոչվում, եթե ես չեմ սխալվում։ Այո, Թումո բոքսիսը 40 գյուղերում գոյություն ունի այսօր արդեն Հայաստանում Թումոյի այդ տարածքները, որտեղ երեխաները կարող են մտնել, կապվել ինտերնետով, ուրեմն Թումոյի բոլոր հնարավորությունները օգտագործելով, կրթվել, հասկանում ես, հիմա ինչու չի կարելի դա տարածել մեր տարրական դպրոցների վրա։ Պարտավոր ենք տարածել, որովհետև նման կերպ մենք չենք կորցնի այդ գյուղերը։ 258 դպրոցներից եմ կրկնում, ասենք այստեղ մարդու սրտից արյուն է կաթում, եթե դու քարտոզն ես կարևորում, քարտեզի մեջի յուրաքանչյուր կետ պիտի կարևորես, սրբություն պիտի լինի քո համար։ Այստեղ այս հակասությունը ես տեսնում եմ եւ հորդորում եմ այդ խոշորացման գաղափարախոսությունից հրաժարվել։ Շատ դեպքերում խոշորացնում են նաեւ քաղաքական առաջնահերթություններից ելնելով։ Այո, եթե կողքի գյուղում շատ ձայն ունեն, որոշում են կողքի գյուղը միացնել այս համայնքին, որ դա չի կարելի։ Էլեկտորալ խնդիրներ չառաջանան։ Դա չի կարելի։ Իհարկե չի կարելի։ Չի կարելի։ Այդտեղ տերմինի հետ էլ խնդիր կա, օրինակ մենք մի լավ բարեկամ ունենք, ես եւ դուք, ով շատ վիրավորված էր, որ իրանց համայնքը խոշորացրել են, նույնիսկ կողքի գյուղերի հետ էլ խնդիր չուներ, բայց ասում էր, որ խոշորացվածը անհաջող բառ է, եթե մեր համայնքները միացնում են, եկեք թող ինքը միացված համայնք լինի։ Ոչ թե խոշորացված։ Ամեն դեպքում ես այդ կոնցեպտը չեմ ընդունում։ Այսինքն ենթակառուցվածքների տեսանկյունից, կառավարչական միգուցե մոդելի իրականացման տեսանկյունից, չգիտեմ, միգուցե կան նաև առավելություններ, բայց մենք իրավունք չունենք կորցնել գյուղի ինքնությունը։ Իրավունք չունենք։ Դա խոշորացված համայնք դառնում է համայնքապետ, համայնքակենտրոն, եւ վերջ, այստեղ կորում է յուրաքանչյուր կետ, նորից եմ ասում, 900, եթե չեմ սխալվում, 30 քանի հատ գյուղ ունենք մենք։ Յուրաքանչյուր կետ մեր սրբությունն է, եթե քարտեզն եք կարևորում, դա կարևորեք։ Հետո այդտեղ նաև կորում է քաղաք եւ գյուղ տարբերությունը կարծես թե, որովհետեւ քաղաքներն էլ են դառնում համայնքներ, քաղաքապետերը դառնում են համայնքապետեր։ Բացարձակ անընդունել է ինձ համար դա, ես դա ասել եմ Գյումրի կապակցությամբ, Գյումրին քաղաք է, համայնք չէ։ Քաղաք է։ Այո։ Քաղաքակրթության մեջը կա, բայց ինքը քաղաք է։ Քաղաք է, քաղաքի հատկանիշները չի կարելի կորցնել, ասենք համայնք, Գյումրի համայնքի ղեկավար, Չեղավ, քաղաքապետ, Վանաձոր, քաղաքապետ, Գորիս, քաղաքապետ, Ղափան, քաղաքապետ, հասկանում ես, շատ կարևոր է սա գաղափարական խնդիր է, որ ասենք հասարակ խնդիր չի, էլի, սա շատ կարևոր եւ առանցքային խնդիրներից մեկն է երկրի, այսինքն մենք ինչի ենք տարալուծում։ Ինչու ենք տարալուծում։ Դրա իրավունքը չունենք։ Հաջորդ մեր քարոզչական թեզը իհարկե հռչակագրի հետ է կապված, մեր անկախության հռչակագրի, որը Փաշինյանը շատ անհաջող կերպով անվանեց կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր։ Գիտես, մենք արդեն խոսել ենք դրա մասին, որ 4-րդ հանրապետության մասին խոսակցությունները պետք է արգելել ընդհանրապես, որովհետև մեր պետությունը ստեղծվել է 91 թվականի սեպտեմբերի 21-ին, դա մեր անկախության տոնն է, հա, վերջ։ Եվ եթե Ալիևի հետ մեր պայմանավորվածությունները գալիս են այն մասին, որ մենք ճանաչում ենք երկու ստեկ սահմանները, չնայած ինքը այսպես վերևից նայելով այսպես մեզ ուղղակի թույլատրեց,
այսպես ասած, որ ես կարող եի եւ չճանաչել իրենց սահմանները, բայց ուզում եմ որ խաղաղություն լինի, դրա համար ճանաչեցի, սա էր նրա ասած բառերը, հա։ Բայց եթե մենք 91 թվականի քարտեզով ենք տարանջատվում, դա նշանակում է, որ մենք իրավունք չունենք ընդհանրապես խոսել 4-րդ հանրապետության մասին, որտեղ 4-րդ հանրապետությանը կդրդեն եւ կպահանջեն եւ կպարտադրեն նոր սահմաններ, հասկանում ես։ 3-րդ հանրապետությունը, կամ եթե ես չեմ ուզում, չեմ սիրում այդ տարանջատումը առաջին, երկրորդ, երրորդ։ Մենք ունենք անկախ Հայաստան։ Անկախ Հայաստանը ձևավորվել է անկախության հռչակագրի եւ մեր անկախության տոնի սովետական միության քանդվելու պարագայում մեր անկախության արդեն ձևակերպմամբ որպես պետություն եւ մենք դրանից հրաժարվելու իրավունք չունենք եւ չի կարելի կոչել անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր վերջին հաշվով այդ ձևակերպումները եւ Արցախի եւ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ անկախության հռչակագրում դա ընդհանրապես մեր տենչանքն է եղել դեպի արտարություն ժողովրդի ազգային տենչանքն է եղել դեպի արտարություն եւ արդարամիտ լուծում այն պարագայում, երբ փլուզվում է մի հսկայական կայսրություն, այ ժողովուրդը տեսնելով որ փլուզվում է ամեն ինչ, կայսրությունը փլուզվում է, միգուցե հնարավոր է խոսել այն մասին, որ մենք կարողանանք արդարությունը վերականգնենք, չէ՞ որ մենք ցեղասպանություն, գենոցիդ տեսած ժողովուրդ ենք, հա։ Հիմա դա ոնց կարելի է դրանով մեղադրել մեր ժողովրդին, ասել որ մենք ինչ որ հավակնություն ենք, ոչ մի հավակնություն մենք չենք ունեցել պետականորեն, մենք ընդհանրապես մի հավակնություն ենք ունեցել եւ ունենք, դա արդարության հավակնությունն է, որը ցավոք սրտի ուժով է լուծվում միայն, այլ կերպ չի լուծվում, մենք ինչքան ուզում ենք բղավենք այսօր աշխարհում, նորից գալով առաջին թեզին մենք ինչքան ուզում ենք բղավենք եւ փորձենք մեր իրավունքները պաշտպանենք, այդ իրավունքները պաշտպանող չկա, ճանաչող կա, բայց պաշտպանող չկա։ Հա, մեզ կլսեն, գլխով կանեն, բայց այդքան է, էլի, հա։ Հաջորդ թեզը քարոզչական իհարկե մեր Արցախից բռնի տեղահանվածների թեման է եւ թեզը։ Չգիտես ինչու Դավիթ չի ասվում հետեւյալ բանը, էլի վերջին հաշվով իմ խորը համոզմամբ ես չունեմ նրանց հետ ոչ շփում եմ ունեցել, ոչ հստակ տեղեկություն ունեմ, բայց ես դրամաբանել գիտեմ եւ հաշվարկել գիտեմ, հա։ Իմ կարծիքով տեղահանում է բռնի զտումը, էթնիկ հայերի զտումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվեց զինաթափվել։ Իմ կարծիքով դա նոյեմբերի 9-ի փաստաթղթում դա հստակ ձևակերպված էր որպես Հայաստանի, ինչու որտեղ Հայաստանի անունից էր ստորագրել Փաշինյանը, որպես Հայաստանի պարտավորություն զինաթափվել։ Ենթադրում եմ, չունեմ որևէ տեղեկություն, բայց ենթադրում եմ, որ այդ պարտավորությունը ստանձնելուց հետո Փաշինյանը առաջարկել է զինաթափվել եւ ղարաբաղցիները չեն համաձայնվել։ Ինչու չեն համաձայնվել, ում են լսել, ինչ արգումենտների դրդմամբ, այսպես ասած։ Բայց դուք կզինաթափվեիք, պարոն Դարբինյան, եթե լինեիք թուրքերի մեջ ապրող հայ։ Այդ պահի դրությամբ գոյություն ունեն խաղաղապահները, հասկանում ես։ Բայց այդ մարդիկ տեսնում էին, չէ՞, այդ խաղաղապահներին, որ թուրքերը երկու հատ կրակում էին, փախնում էին խաղաղապահները, դրանց հուսով ապրել էր։ Ոմանք տեսնում ենք, ոմանք չէին տեսնում, հետո ասեմ, որ խաղաղապահների այնտեղ եղած ժամանակահատվածում Հայաստանից հսկայական ֆինանսական ռեսուրսներ գնացին, նոր տներ, նոր թաղամասեր էին կառուցվում, հասկանում ես, խաղաղապահներն այնտեղ էին, ժողովուրդը ետ գնաց, ասենք Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի պատկերներով մենք ունենք դպրոցներ, որոնք ուղղակի ծոնում էին նրանց եւ պատրաստ էին քարոզչական պլակատներ Միր Նարոդու Ղարաբաղ։ Ամեն դեպքում այդ զինաթափումը տեղի չունեցավ։ Իմ կարծիքով Արայք Հարությունյանի հրաժարականը ամեն կապված էր եւ պայմանավորված էր հենց այդ զինաթափման եւ չզինաթափման հանգամանքով, իմ կարծիքով եւ այսինքն հաղթեցին ուժերը, հենց կառավարման մեջ հաղթեցին ուժերը, որոնք դեմ էին զինաթափմանը եւ դրա արդյունքում տեղի ունեցավ արդեն սեպտեմբերյան 23 թվականի Ադրբեջանի այդ ռազմական հարձակումը, այդ ուղղակի անմարդկային հարձակումը
ժողովրդի վրա, դրանից հետո արդեն անիմաստ եւ անհնար դարձավ այնտեղ մնալը։ Ցավոք սրտի, իսկ այո, խաղաղապահները չկարողացան եւ չուզեցին դիմադրել։ Եվ ընդհանրապես մեզ ճանապարհեցին, մեր հայերին ճանապարհեցին դեպի Հայաստան։ Իմ կարծիքով այդտեղ առաջ եկավ եւ հիմա մենք որ տեսնում ենք մեր կառավարիչների եւ Արցախի մեր ժողովրդի միջև հակասությունները հենց դրանով են պայմանավորված։ Կառավարիչներն ասում են, չէ՞ որ մենք ասում ենք չգիտեմ ինչ, իսկ դուք չարեցիք չգիտեմ ինչ։ Այդ չգիտեմ ինչ իմ կարծիքով զինաթափման հետ էր կապված եւ ուղղված է իհարկե իրենց ղեկավարությանը, իսկ հասարակ ժողովուրդը մեր արցախցիները որևէ մեղք չունեն այդ ամեն ինչին, որովհետեւ նրանք հավատացել ետ էին գնացել, իրենց տները այնտեղ են, իրենց գերեզմաններն այնտեղ են, սրբություններն այնտեղ են եւ իրենք բնականաբար տենչում են ետ գնալ։ Բնականաբար։ Այո, եւ պետությունը պիտի ասի երկու բան, այսօր հնարավոր չէ ետ գնալ։ Եվ սա պիտի փաստենք։ Հնարավոր չէ, որովհետեւ կա Ադրբեջան եւ Ադրբեջանի, այսպես ասած, կառավարման ներքո հնարավոր չէ այսօր հայերի այնտեղ գոյությունը։ Կարող է ես սխալվում եմ, պարոն Դարբինյան, բայց ես վերջերս նկատել եմ, որ հայաստանցի պաշտոնյաները, հայ պաշտոնյաները այլևս չեն ասում Արցախից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ։ Ասում են տեղահանվածներ։ Այսինքն ոնց որ մենք այդ խարանն էլ ենք հանում Ադրբեջանից։ Մեր հայրենակիցները այլևս բռնի տեղահանված չեն։ Իրանք ուղղակի տենց Դավիթ ջան, ինչ ենք անում, մենք հիմա այսօր դու ասում եք բռնի տեղահանված, էթնիկ զտված ժողովուրդ ունենք մենք։ Հիմա եթե կառավարիչները այսօր այլ լեքսիկոն են օգտագործում, դա կարող է լինել ժամանակավոր ուղղակի չգրգռելու համար։ Հիմա դրան պետք է լուրջ ուշադրություն չդարձնենք վերջին հաշվով։ Այն ինչ որ ասում է այս պահի այս ժամանակահատվածի կառավարիչը դա չի նշանակում որ հայ ժողովրդի տեսակետն է կամ ճշմարտությունը վերջին ատյանում դա չի նշանակում այսինքն ամբողջ աշխարհը տեսել է դա եւ ավելին կան իրավական հիմքեր ամեն պարագայում դրա մասին խոսելու քաղաքական որոշումը քաղաքական մեծամասնության որոշումը կարող է լինել խոսել չխոսել երբ խոսել ինչպես խոսել որ ատյանում խոսել եւ այլն Սա պետք է օգտագործել, այս զինանոցում պետք է ունենալ այս հանգամանքը, բայց չի կարելի մեղադրել արցախցուն այն բանի համար, որ նա ուզում է վերադառնալ բնականաբար ուզում է վերադառնալ։ Բա իհարկե ուզում է վերադառնալ, մարդ է, չէ։ Հազարամյակներով կառուցած իր տունը կա, չէ, իր տեղը կա, իր տեղանքը կա բնականաբար։ Այո, Հայաստանը բոլորիս հայրենիքն է եւ իրենց հայրենիքն է։ Բայց մենք պարտավոր ենք շատ զգույշ լինել արցախցիների նկատմամբ, շատ զգույշ, շատ հանդուրժողական այդ ունավ իրենց այդ ցասումի նկատմամբ որը պիտի դրսևորենք հատկապես պետական հայրերը պիտի դրսևորեն եւ եթե նրանք խնդիր ունեն, խնդրեմ ունեն եւ կոնֆլիկտ ունեն Արցախյան վերնախավի հետ չպետք է դա տարածել ժողովրդի վրա, որովհետեւ ժողովուրդը մեծ հաշվով նույնպես այնքան կապ չուներ իր վերնախավի հետ։ Ժողովուրդը իր համար իր կյանքով ապրում էր, պայքարում էր, կռվում էր։ Չի կարելի երբեք նրանց ինչ որ բանում մեղադրել։ Դա այն ժողովուրդն է, որը հերոսաբար պահել է այդտեղ նաև մեր արժանապատվությունը։ Դա մենք արցախցիներին ընդամենը պիտի կարողանանք մաքսիմալ օժանդակություն ցուցաբերենք այստեղ մեր այս քարտեզի տարածքում։ Ես կրկին անգամ, հերթական անգամ կհորդորեի, որպեսզի մենք ունենանք Հայաստանի տարածքում կոմպակտ արցախցիների միջավայր։ Այդ միջավայրի կարոտը այնուամենայնիվ ամենքս ունենք Արցախյան միջավայրի կարոտը, իրենց բարբարի, իրենց նիստուկացի, իրենց ուտելիքի, խմելիքի, ամեն ինչի, հա, իրենց սովորույթների։ Ես կարծում եմ, սա չի կարելի կորցնել որևէ պարագայում։ Եվ չպետք է վախենալ, որ կոմպակտ տեղակայված արցախցիները կունենան քաղաքական կձևավորեն քաղաքական ցանկություններ եւ գետոյացման չի բերի, պարոն Դարբինյան, ոնց եք կարծում։ Հիմա գիտես, հիմա ամեն դեպքում արտաշատները որ արտաշատում են, ապրում չեն գետոյանում, չէ՞։ Ասեմ, այդ իմաստով Հայաստանի ներսում թող լինեն արտաշատի գետո, թող լինի ապարանի գետոն, հիմա ասենք ինչ է նշանակում գետո, հիմա դա Արցախի, ես հիշում եմ մեր ազատագրված տարածքների
հատվածում կումայրի էին ստեղծել եւ լեռնականցիները, ասենք, բավական մեծ բնակչությամբ, այդպես մոտ 1000-ից ավել մարդ կար, այնտեղ կումայրի բնակավար էին ստեղծել Զանգելանի տարածքում։ Հիմա իրանք իրենց ապրելակերպով, իրենց բարբառով, իրենց նիստուկացով, աղոհացով դիմավորում էին մեզ, ասենք, որ գնում ենք այնտեղ։ Ես կարծում եմ, որ դա նման վտանգ գոյություն չունի, չպետք է վախենալ նաև նրանց քաղաքականացված լինելուց, որովհետև այսպես թե այնպես նրանք քաղաքականացված կլինեն։ Եվ վերջո քաղաքացիներ են, ինչի պիտի չլինեն, էլի։ Կլինեն, իրենք որպես արցախահայեր կունենան իրենց նկարտումները կամ իրենց առաջնահերթությունները քաղաքականության մեջ, իրենց պահանջները կունենան դեպի Հայաստանի իշխանություն, եւ դա նորմալ է, դա բնական է, հակասությունը կունենան, դա նույնպես նորմալ է, բնական է։ Նորից մենք պիտի այդ մարդկանց կաշվի մեջ մտնենք եւ հասկանանք, որ ահռելի մեծ զրկանք են նրանք գրել, ահավոր մեծ հարված են ունեցել այդ ամեն ինչի հետ կապված պատերազմի եւ կորուստների, այնպիսի կորուստներ են ունեցել, որոնք անպատկերացնել են ուղղակի։ Ավարտեմ երևի ավարտելու ժամանակն է, ինչքան է։ 36-րդ րոպեն է, 37-րդն է գնում։ Դե եթե կուզեք շարունակենք 2 րոպե շարունակենք։ Եթե մեր ռադիոլսողներին չհասնի նույնիսկ խոսակցության երկրորդ կեսը, մենք ձեզ արդեն հորդորել ենք բաժանորդագրվեք մեզ համացանցում եւ լսեք շարունակությունը։ Շարունակությունը հետեւյալն է, ուզում եմ անդրադառնալ այնուամենայնիվ տես նորից առաջին թեզին այն մասին, որ գոյություն չունի միջազգային իրավունք, միջազգային կարգեր։ Տես մոտ 40 տարի ավել 47 տարի Իրանը հսկայական պատժամիջոցների տակ էր, հսկայական, շատ ուժեղ, շատ մեծ։ Եվ հիմա պատերազմական իրավիճակում Թրամփը հանում է սահմանափակումները իրանյան նավթի նկատմամբ, ինչու, որովհետև նավթի գները աճել են այս պատերազմի պատճառով, եւ ինքը ստացել է խնդրեմ արդեն Ամերիկայի ներսում, հասկանում ես։ Սա նշանակում է, որ սկզբունք գոյություն չունի։ Դու 47 տարի պահում ես այդ երկիրը պատժամիջոցների, ուղղակի անմարդկային պատժամիջոցների տակ չես թողնում, որ այդ երկիրը զարգանա։ Իսկ եթե այդ երկիրը զարգանար, միգուցե այս բանը հասարակարգը ինքնին կփոխվեր, եթե դա զարգանար, եթե դա միջազգային ինտեգրում ունենար, դու ինտեգրումից կտրել ես այդ երկրին, այդ ազգին, 90 միլիոն մարդուն կտրել ես, եւ հիմա դու առնչվել ես ուղղակի նավթի գների բարձրացման հետ եւ ուղղակի ասենք դե ոչինչ, հիմա առեք պարսից, հիմա վաճառեք ասում, հիմա լավ է վաճառեք, հանում եմ սահմանափակում։ Սա արդեն անսկզբունքայնության մասին է խոսում, այսինքն անգամ այդ գերտերության վրա չի կարելի ուղղակի հույս դնել, ամբողջապես հույս դնել, հա, կամ նույն Բելարուսի նկատմամբ պարարտանյութերի ասում, հանում են բոլոր սահմանափակումները, ինչու, որտեվ պարարտանյութերը մոտ մի 40% էլի այդ Հորմուզի նեղանցքով են անցնում, էլի աշխարհի պարարտանյութերի, որոնք որ սնում են հիմնականում Լատինական Ամերիկան է սնում, այսինքն Բելարուս կալի գոյություն ունի, հսկայական համաշխարհային մասշտաբի ընկերություն է։ Հիմա ասում Բելարուս կալի նկատմամբ ոչ մի սահմանափակում չկա, ծախեք, ուզում եք, ինչքան ուզում եք վաճառեք։ Հիմա պարոն Լուկաշենկոն Տրամփին համարում է իր լավագույն մանկության ընկերը, ասում մեր ընկերն է, ասում եւ այլն։ Այսինքն սա նույնպես համոզում եմ ես այն մտքում, որ գոյություն չունի ինչ որ մի ստանդարտ եւ ամեն ինչ այսօր արդարություն եւ տրամաբանություն փոխական է ամեն ինչ, հա։ Վիետնամը հայտարարեց 2 նոր ատոմական ստեղծելու մասին, ռուսական ատոմականներ, հա, Վիետնամը 2400 մեգավատ, ամեն մեկը 1200 մեգավատ։ Մեկ անգամ եւս ուզում եմ կառավարիչների ուշադրությունը դարձնել հետեւյալ հանգամանքի վրա։ Մեր երկրի էներգետիկները, որոնց ես հավատում ու վստահում եմ, գալիս են ինձ մոտ եւ բողոքում են։ Բարձր կլասի էներգետիկներ, որոնք որ ասենք միջազգային կլասի մասնագետներ են, որ չի կարելի հրաժարվել մեկ ատոմակայանից, չի կարելի հրաժարվել այն ավանդույթներից եւ այն դպրոցից, որը ստեղծված է։ Եվ մեկ անգամ եւս լուրջ մտածեք այս ուղղությամբ։
Մի գնացեք փոխարինման տարբերակով ատոմակայանը մեզ պետք է 1 հզոր ատոմակայան առնվազն 1000 մեգավատ հզորությամբ, որովհետև հենց ատոմակայանն է պահում այն բազան, որը թույլ է տալիս մեզ ուղղակի վստահ լինել մեր էներգետիկ համակարգում։ Եվ մի լուրջ ես շատ հետաքրքրությամբ նայեցի, Իսրայելում հավաքվել էին 2000 հոգի երիկամների դոնորներ, եւ դա համաշխարհային ռեկորդ էր, մարդասիրության համաշխարհային ռեկորդ, 2000 իսրայելցի, որոնք իրենց երիկամը տրամադրել էին, ուրեմն եւ փրկել էին կոնկրետ կյանք, 2000 կյանք փրկվածները եւ փրկողները հավաքվել են, եւ դա համաշխարհային ռեկորդ էր, Դավիթ, անկեղծ ասած նախանձեցի, գնահատեցի, ողջունեցի եւ բարձրացրեցի դա։ Սիրենք իրար, պատկերացնում ես մեր կառավարիչներից մեկը, ասենք իր երիկամը տար, ասենք այսօրվա օպոզիցիոն մեկին կամ հակառակը, այ հասնենք նրան, այսինքն քաղաքական դաշտում այնպեսի միասնականություն լինի հիմնական խնդիրների շուրջ, մեր զարգացման ուղիների շուրջ, որ անգամ երիկամը պատրաստ լինի մեկը մյուսին տալ։ Անձնվիրություն ցուցաբերի, անձնվիրություն։ Ես դա եմ ցանկանում։ Այսքանը, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, սա Դարփինյանի ժամն էր, Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ, հաղորդման հեղինակ Արմեն Դարփինյանը առաջին, կհանդիպենք։